Գործարաններն ունեն հատկություն մոգական տաղանդ 1-2 դարձնելու և մատերիան ավելացնելու։ Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ և պրակտիկ անվանումը կրող մեր հաղորդումների ընթացքում ես խոսում եմ բիզնեսի և կյանքի շատ տարբեր թեմաներից և այս հաղորդումների շարքում ես խոսում եմ գործարարի տաղանդից, գործարարի տաղանդի մեջ 1-2 դարձնելու ամենակարևոր տաղանդից և հիմա երրորդ ենթատաղանդն եմ քննարկում, որը մտնում է 1-2 դարձնելու տաղանդի մեջ։ Այս հոլովակում ես ցանկանում եմ խոսել ավելի մետաֆիզիկական հատկությունների մասին 1-2 դարձնելու, որովհետև ցանկացած փորձառու գործարար լավ գիտի, որ երբ որ գործերը վատանում են, այդ գործերը կարող վատանան առանց մեզ հարցնելու եւ նույնիսկ առանց մեր կամքը իմանալու եւ հակառակը, երբ որ գործերը լավ են գնում, ցանկացած հաղթող եւ հաջողակ գործարար լավ գիտի, որ ինչ որ մի ուժ կա, ինչ որ մի երրորդ ուժ կա, որը մեզ օգնում է հաջողվել կամ հակառակ դեպքում, որը մեզ այսպես ասած տանում է դեպի անհաջողության։ Եվ որպեսզի այդ ուժը, այդ երրորդ ուժը մեր օգտին լինի, մենք պետքա մեր ունեցած քչի կամ մեր այդ պայն ունեցածի համար շնորհակալության զգացողություն ունենանք։ Սա շատ կարևոր հատկություն է, որի մասին նաև Աստվածաշնչում է խոսվում, երբ ասվում է, որ ով ավելի շատ ունի, իրան ավելի շատ կտրվի, իսկ ով ավելի քիչ ունի, ինքը այդ քիչն էլ կկորցնի։ Եվ այստեղ եկեք մենք միասին վերլուծենք, արդյոք շատը եւ քիչը դա ֆիզիկական քանակների մասին է, թե մարդու վերաբերմունքի մասին է իր ունեցածի նկատմամբ։ Մեկի համար իր գրպանում ունենալ 50,000 դրամ, դա շատ է։ Մյուսի համար ունենալ գրպանում 50,000 դրամ, դա շատ քիչ է։ Կախված թե մարդը իր ունեցածին ինչ վերաբերմունք ունի։ Այսինքն այստեղ մենք հասկանում ենք, որ եթե քանակ նշված չի Աստվածաշնչում, խոսքը մեր վերաբերմունքի մասին է մեր ունեցածին։ Եվ այդ ամենակչի համար էլ մենք կարանք շնորհակալ լինենք ու այդ քիչը կսկսի ավելանալ։ Այդ քիչը մետաֆիզիկական դաշտում կդառնա շատ։ Իսկ ով ավելի շատ ունի, կունենա էլ ավելի շատ։ Իսկ ով ավելի քիչ ունի, կունենա ավելի քիչ ըստ Աստվածաշնչյան հայտնի կանոնի։ Եվ այստեղ եթե մենք վերադառնում ենք մեր իրական կյանք, ապա մենք տեսնում ենք, որ մենք արդեն ունենք բավական շատ։ Ցանկացած մարդ, ցանկացած պահի դրությամբ ունի բավական շատ ակտիվներ եւ ռեսուրսներ։ Եվ միայն այստեղ խնդիրը նրա մեջ է, մենք կարող ենք արդյոք դա տեսնենք, գնահատենք եւ շնորհակալություն ասենք։ Եվ սա պարզելը եւ փորձելը շատ հեշտ է, եթե ուղղակի մարդուց վերցնեն այն ամեն ինչը ինքը ունի, ժամանակի ցանկացած պահի դրությամբ եւ նույնությամբ նույն քանակով իրան հետ վերադարձնեն, մարդը կդառնա աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Եվ այս նշանակում է, որ մենք իրոք ունենք շատ ավելի շատ, բայց դրա արժեքը գիտակցում ենք հաճախ ոչ լիարժեք եւ ոչ հենց այդ շատի զգացողությամբ։ Եվ 1-2 դարձնելու ես կասեի նույնիսկ ամենաառաջի քայլը դա սեփական ունեցածի նկատմամբ շնորհակալ լինելն է։ Եվ այն մարդկանց, ովքեր օգնել են, որ մենք դա ունենանք, եւ Աստծուն իհարկե, եւ մեր ծնողներին, եւ մեր ուսուցիչներին, եւ այն մարդկանց, ովքեր այս կամ այն ձևով նպաստել են մեր այսօրվա ունեցածին։ Այդ ունեցածը եւ նյութական է, եւ ոչ նյութական է։ Հետեւաբար, եթե մենք ուզում ենք մեր շատը ել ավելի շատանա, այդ շնորհակալության զգացողությունը այդ մեր ունեցածի հետ կապ ունեցող մարդկանց այն ամենակարևոր մետաֆիզիկական քայլերից է, որտեղ մենք քայլ ենք անում դեպի առատությունը, քայլ ենք անում դեպի ել ավելի շատ ունենալը։ Հետևաբար շատը եւ քիչը դրանք ոչ թե բացարձակ մեծություններ են, այլ մեր վերաբերմունքն է այդ շատին եւ քչին։ Քիչը կարա դառնա շատ մեր վերաբերմունքի փոփոխության դեպքում եւ արդեն այդ շատը ֆիզիկական աշխարհում քանակապես էլ կդառնա շատ, երբ որ մենք այդ հարաբերական քչին վերաբերվենք մեծ շնորհակալությամբ եւ իհարկե հարգանքով։ Եվ այս տրամաբանության մեջ է նաեւ, որ մարդկանց ասում են, որ նույնիսկ 10 դրամը երբ գրպանիցդ ընկնում է, չի կարելի արհամարել, պետքա էկրանալ եւ վերցնել այդ 10 դրամը։ Եվ նույնիսկ եթե մեծ չեկերով գործարքների մեջ ես ինչ որ մի պահի դրությամբ, փոքր չեկով գործարքներին չի կարելի արհամարել, դրանք նույնպես այն քչերն են, որը պայմանավորում է շատը։ Հետևաբար վարժությունը, պրակտիկան, որը ես խորհուրդ կտամ այս հոլովակից հետո, գրել ձեր ունեցած ակտիվները, ինչի համար եւ ում դուք կուզենաք շնորհակալություն հայտնեք։ Թեկուզ ձեր ներսում, թեկուզ բարձրաձայն, եւ այդ շնորհակալության զգացողությունը գեներացնելուց հետո, զարմանալի օրինաչափությամբ մետաֆիզիկական օրենքների ազդեցությամբ դուք կնկատեք, որ ձեր քիչը սկզբում դառնում է շատ, իսկ հետո շատը ել ավելի է շատանում։ Բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին եւ հետեւեք մեր հաղորդումներին, նաեւ այս հոլովակը ուղարկեք ձեր ընկերներին, ումս ձեզ այս հոլովակը կարող օգտակար լինի։